Ներկայացուցիչը իմ ներկայացրած հարցադրումները բոլոր հնարավոր ձևերով կապեց ազատության հրապարակում տեղի ունեցածի հետ։ Ես իրեն կոնկրետ հարցադրումներ ասացի, որ ժողովուրդ գիտեք, ձեր ասածը տրամաբանական կլիներ, եթե այդ տեղի ունեցած ցույցից հետո չլիներ իշխանության համապատասխան արձագանքը։ Եթե սոցիալ նախարարը ազգային ժողովում ասում է, որ որևէ փոփոխություն տեղի չունենելու են, այն ինչ որ կա, եթե Հայաստանի ազգային ժողովի падգամավորը անմիջապես տեղի ունեցողից հետո ներազգային ատելություն ա քարոզում, եթե պետական ինստիտուտ նույն կառավարության ներկայացուցիչը աշխատակազմի ղեկավարի տեղակալը արցախցիներին մսացույ է անվանում, քաղաքական մսացույ է անվանում, իմ մոտ հարցադրումներ է առաջանում, որ անգամ այն ինչ որ դուք այն ինչ փաստաթղթի մեջ եղել է, այն 12 կետի մեջ եղել է, դրանից ավելին եք դուք գնալու։ Այսինքն կոնկրետ երկրորդ հատվածը, ինչի մասին ես խոսել եմ, այդ 12 կետի մեջ չկան։ Ասում եմ այն հատվածի վերաբերյալ, որոնք որ ես ներկայացնում եմ, այս պահին ներկայացուցիչ կա, որը որ գալու է եւ մարդկանց հետ փորձելու է լրագրողների ներկայությամբ շփվել, ասել է ոչ, որ մենք մեր պատասխանները ներկայացնելու ենք գրավոր եւ փաստացի այս մի հատվածը ինչ, ասում եմ, եզրակացություններ կանեք, ըստ եզրակացության կորոշեք, թե հետո ինչ քայլերի եք դիմելու։ Իմ կոչնա օգտվելով նաեւ հնարավորությամբ մեծ բոլոր դիտողներին եւ արցախցիներին եւ հայաստանաբնակ մեր հայրենակիցներին։ Ես համոզված եմ, որ արցախցիների բարձրացրած որևէ հարցին պատասխան չի լինելու։ Համոզված եմ, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի սա փաթեթավորվի եւ ներկայացվի հենց ներազգային ատելության շրջանակներում, որ տեսեք, եկել են ինչ որ process-ներ են գեներացնում եւ այլն, որպեսզի մարսեն։ Սրա հաջորդ քայլը լինելու է այն, որ սկսվելու է այդ խաղաղության, այսպես կոչված խաղաղության պայմանագրի շրջանակներում սկսվելու է արդեն քարոզը, որ ինչ ա եղել հայը, թուրքը, այս մյուսը, մեզ ոչ միսկի խումբ ա պետք, ոչ մի բան պետք չի եւ առաջանալու է արդեն Հայաստանի Հանրապետության այդպես տարածքում ադրբեջանական բնակչության եւ հետագայում այնպիսի իրավիճակ, որ հայը այս մնացած հողի վրա էլ ինքը իրեն տեր չի զգալու։ Դրա համար ասում եմ, որ մենք պետքա գնանք քաղաքական պայքարի պարտիզանական ճանապարհով, մենք գործ ունենք կոլաբորանտ իշխանության հետ, որը ամեն ինչ անում է քայլ առ քայլ տեղավորցնելու, առանձին խմբերին թիրախավորելու, process անելու եւ այդ ճանապարհով գնալու է։ Այս ամեն ինչի ինչ որ իրենք խոսում են, ինչ որ անում են, բերում է մեզ այդ եզրակացության քաղաքականապես ինքնակազմակերպվել, գտնել մեր մոտ այն ուժերին, որոնք որ հստակ հրահանգով չեն աշխատում, հակաիշխանական չեն դառնում այն ժամանակ, երբ որ պետք է, այլ իրենց բնույթով միշտ գործում են այս տրամաբանության մեջ, հասկանալ թե ինչ ենք անելու։ Իհարկե դժվար է լինելու, բայց կարծում եմ, որ հնարավոր է։ Կոնկրետում հետ հանդիպեցիք։ Ես կոնկրետ պատասխանը ասեցի, որ ինքը այտենց մամուլի ներկայացուցիչն էր իրենց, ինչքան որ ես հիշում եմ, այսինքն կառավարության անմիջական պաշտոնյա չէր, որ կառավարությունն է ներկայացնում, անգամ ինքը տեղյակ չէր քննարկումներից, ասում եմ, ես սոցցանցերին չեմ հետևում, չգիտեմ ով ինչ ա գրել, ես չեմ լսել կառավարության ներկայացուցիչի ինչ ա եղել, իմ գրաֆիկը շատ ծանր է, ես զբաղված եմ եւ այլն։ Ես էլ ասում եմ, հա լավ, հասկանալի է ձեր մոտեցումը, ես ընկալում եմ, որ ինչ եք ասում, ինչի ես ասում հասկանալի է ձեր մոտեցումը, ասում եմ, որ հասկանալի է, էլի, եթե այսպիսի դիրքորոշումով ա եկել մարդը պատասխանելու, եթե այսպիսի դիրքորոշումն է մարդու ընկալումը, ապա խնդիր չկա։ Այո, մենք էլ ըստ այդ դիրքորոշման կփորձենք հասկանալ հետո ինչ ենք անում։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։